Տիրոջը այսօրյալ օրվա համար երկրի վրա ենք դեռ եւ մեզ տրված հնարավորություն, այդ մեծ շանսը, հնարավորությունը ճշմարտապես ներկայացնելու նրան։ Մեր ապրած կյանքով իրապես դեռ ունենք հնարավորություն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, մեր ամենակարող Աստված, մեր Հորը, իրապես մեր ապրած կյանքով ճիշտ դավանելու, ճիշտ ներկայացնելու մարդկանց եւ Աստծո ողորմությամբ ես ուզում եմ այսօր խոսել եղբայր կար իհարկե ննջելը Աստծո ծառայելն իսկապես ես հարկ եմ տալիս Տիրոջը որ անձամբ ճանաչել եմ իրան, շփվել եմ իր հետ մի դեպք պատմեց ասում է շատ վաղ առավոտյան էր մի զանգ եկավ ես նոր էի վեր կացել ու վերցրեցի հեռախոսը մի կին էր զանգողը եւ ասաց դուք այս ինչն եք իհարկե այդ եղբայրը այդ քաղաքում բավականին ճանաչված մեկն էր ուներ այդպես հաղորդումներ հեռուստատեսությամբ քարոզելու ավետարանի ժամեր ուներ վերջը ասացի այո ես եմ լսում եմ ձեզ ասաց ես ձեզ խնդրանք ունեմ ասացի ինչ խնդրանք նա ասաց դուք ձեր խոսքի մեջ երբ որ քարոզում եք ավետարանը հաճախ եք կրկնում այս խոսքը Աստված ամենակարող է այդպես է թե չէ ասացի այո իհարկե եւ նա ասաց ուրեմն ահա իմ խնդրանքը սա է ուրեմն այդ ամենակարող Աստծուն աղոթեք ես խնդրում եմ որ ինքը իմ տղային կենթանացնի իմ տղան մահացել է ասում է ես անակնկալի եկա մի տեսակ հայտնվեցի այնպիսի մի իրավիճակում կարծես այդ պահին բան չունեի ասելու թե ինչ ասեմ եւ այդ մի քիչ ձգելու համար հարց տվեցի ասեցի իսկ երբ է մահացել նա ասաց արդեն 1 տարի է ես այդպես փորձում եմ մտքերս հավաքեմ ինչ պատասխանեմ եւ հայտնապես Տերը խոսեց այդ պահին ինձ հետ եւ այսպես ասաց ով մարդ հիմա ինչ որ պիտի պատասխանես զգուշացիր մեկ բանից որ հանկարծ ինձ չփոքրացնես եւ ասում ես այնպես սթափվեցի հավաքեցի ինձ որտեւ արդեն ես խառնվել էի չգիտեի ինչ հարմարացնեմ ոնց ասեմ եւ երբ որ հստակ Տեր այդ խոսքերը ուղղեց ինձ ասեց մարդ զգուշացիր իմ այսօրվա խոսքի վերնագիրն էլ ես դա եմ դրել հենց ինձ չփոքրացնես եւ Տերը բոլոր նրանց ովքեր այդ Աստծո անունը վերցրել են իրենց վրա իրենք իրենց արդեն ներկայացրել են ներկայացնում են որպես Աստծո մարդ իրոք որքան մեծ պատասխանատվություն են նրանք կրում որ այդ Աստծուն ճշմարիտս ներկայացնեն եւ չծռեն այդ Աստծո պատկերը եւ Աստծո անունը որ նա ով որ վերցրել այդ անունը իր վրա իրոք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի եւ իր ապրած կյանքով ոչ թե խոսքերով իր ապրած կյանքով հաստատի դավանի ապացուցի որ որքան մեծ է այն Աստվածը որին նա հավատում է եւ երկրպագում է որքան մեծ է այդ Աստվածը եւ ինչ իրոք արդյոք Աստծո համար խնդիր կա մեռելներին ողջունցնելու կենթանացնելու որքան մեռելներ Աստված հարություն տվեց Սուրբ գրքում մենք կարդում ենք Հիսուսը էլ 4 օրվա մահացածին էլ վերջապես մենք բազում օրինակներ գիտենք բայց արդյոք հարցը նրանում է թե Աստված կարողանա մեռելին հարություն տա ֆիզիկական կյանքը նորից վերադարձնի Աստծուն արդյոք դա ամենամեծ հրաշքն է ես կասեի բայց ես ինձանով չեմ ասում ըստ Աստծո խոսքի եմ ասում որ ոչ դա չի ամենամեծ հրաշքը որ մարդը անգամ կենթանանա եւ նորից ոտքի կանգնի Աստծո արած ամենամեծ հրաշքը ամենամեծ գործը որ արել է Աստված հավիտենության մեջ եւ արել է մարդու համար դա նա է որ մարդուն ոչ թե ուղակի կարճ այս երկրավոր կյանքի մեջ է նախատեսել որ մարդը երկար ապրի այլ որ նա հավիտենական կյանք է տվել մարդուն եթե մարդն անգամ չգիտեմ Ադամը 930 տարի ապրեց բայց մեռավ
Կապ չունի քանի տարի ես ապրել կամ որքան դեռ հələ կապրես, թեև իրոք մարդը մտահոգված է, որ լինի թե երկար ապրի, բայց ցավալին նա է, որ այդ մտահոգությունը ունեն շատ հավատացյալներ, վախենում են մեռնելուց, նրանք ուզում են ապրել, ուզում են մնալ մարմնի մեջ, բայց շարժառիթը որն է, Աստված նայում է, չէ՞ մեր սրտերին, ինչու ես ուզում երկար ապրես, որ դու ուղղակի ապրես, որ դու ուղղակի լինես եւ շարունակես ուղղակի քո մարդկային այդպես ասած պատկերացրած քո անձը այսպես ասած շարունակես ապրեցնել ինչից ես վախենում մարդ եթե դու իրոք ընդունել ես ու հավատում ես որ ամենակարող Աստվածը տիեզերքի արարիչը քո հարազատ հայրն է այդ ինչպես է լինում որ դու չես ուզում ուրախանալ, որ եթե ստացվի, ինչպես Պողոսն ասում, որ եթե ինձ մնար, որ ես կոչ չեմ անում, եկեք բան անենք այդպես, ճիշտ հասկացեք ինձ, բայց այն հոգին, որ եկել է մեր մեջ Աստծո հոգին, նա իրոք մեր մեջ կառուցում է այդ նոր մարդուն, այս դրա համար է եկել, որը Քրիստոսի պատկերն ունի, որպեսզի այդ ներսի մարդը իրոք նմանվի իր հորը, ամեն զավակ իր ծնողին է նմանվում, բայց մեր ծնողը մեր երկնավոր հայրն է։ Եվ այս տրված ժամանակը մի բանի համար է քեզ տրված, որ մենք հասցնենք նմանվել իրան, որ մենք իրոք ինչ որ Աստված մեզ տվել է, սիրահոժար դնենք նրա ոտքերի տակ, ասենք Տեր, քո տվածը ես իրոք դնում եմ քո ոտքերի տակ։ Ես իրոք ուզում եմ Տեր, որ դու բարձրանաս, որ դու մեծարվես, Տեր, իմ ապրելուն իմաստն ու նպատակը դրա մեջ լինի, որ դու իրապես մեծանաս։ Դավիթը 34-րդ Սաղմոսում այսպիսի խոսք է ասում, երրորդ խոսքն է 34:3 Ինձի հետ Տերը մեծ ցուցեք եւ մեկտեղ բարձրացնենք անոր անունը։ Ինձի հետ Տերը մեծ ցուցեք եւ միասին բարձրացնենք նրա անունը։ Ինչպես մեծ ցնենք։ Ինչ է Աստված փոքր է որ մարդն էլ այդպես ասած փորձի Աստծուն մեծ ցնի կամ մեծացնի, բարձրացնի։ Ինչ ասել կուզի Դավիթը ինչ ասում։ Եկեք ինձի հետ մեծ ցնենք, Տիրոջ անունը իսկապես բարձրացնենք, ասել է նրա խոսքի նպատակը սա է։ Եկեք մենք նրան ընդունենք այնպիսին ինչպիսին որ նա կա։ Որքան մեծ է այդ Աստվածը, որքան անսահման մեծանա։ Տեսեք, երբ որ Սողոմոնը իր տաճարը կառուցեց եւ այդ նավակատիկն էր անում այդ խոսքերի մեջ, տեսեք ինչ ասաց Սողոմոնը, բայց միթե Աստված, դա գրված է 3-րդ Թագավորաց 8-րդ գլխում 27 խոսքն է, բայց միթե Աստված իրավցնե երկրի վրա պիտի բնակի, ահա երկինքն ու երկնից երկինքը, ոչ միայն երկինքը, այլ երկինքների երկինքը, այսինքն բոլոր երկինքները, քեզ չեն կրնար պարունակիլ, քեզ չեն կարող պարունակել, ուր մնաց այս իմ շինած տունս, ահա այսպիսի խոսքեր ասաց Սողոմոնը, երկինքը և երկնից երկինքը, երկինքները քեզ չեն կարող պարունակել, այն ուր մնաց իմ շինած այս տունը, այդ տաճարը, որ Սողոմոնը սարքեց, իհարկե նորից, Տիրոջ պատվերով սարքեց, և Աստծո մեծությունը իրոք այնքան մեծ է, Աստծուն երկինքների երկինքը չի կարող պարունակել, և Երեմիա մարգարեության մեջ էլ այդպիսի միտք կա, եկեք դա էլ կարդամ, 23-րդ գլխում ասում է, կամ թե մեկը ծածուկ տեղեր կրնա պահվիլ, որ ես զանիկա չտեսնեմ, կսե Տերը, 23-24-ն է, Երեմիա, որ ես զանիկա չտեսնեմ, կարող ասում եմ մարդ, որ ինչ որ տեղ փորձի թաքնվել, այս որտեղ, ոչ միայն երկրի վրա անգամ, դե հիմա մարդը ինչ որ արդեն հնարավորություններ է ստացել թռչելու, չէ, վերջապես լուսին եւ այլն, եթե անգամ կարողանա մարդը թռչի ուրիշ մոլորակներ, ասում եմ մարդը կարող արդյոք թաքնվի, ծածկվի, որ ես նրան չտեսնեմ, միթե երկինքն ու երկիրը լեցնողը ես չեմ, կսե Տերը, երկինքն ու երկիրը
լեցնողը, այսինքն ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը իմ ներկայությամբ լցված է, այդ իմ ներկայությունից ուր ես փախնում, այդ ուր պիտի գնաս, որտեղ իմ ներկայությունը չլինի, այդ ումից ես եկել ու ծածկվում դու, մարդ, դու երբ պիտի ինձ դնես իմ տեղը, ահա Աստծուն մեծցնել, սա է նշանակում, որ մենք Աստծուն դնենք Աստծո տեղը, ու մենք էլ, երբ որ Աստծուն դնում ենք Աստծո տեղը, մենք էլ մեր տեղն ենք զբաղեցնում, այն մարդը, որ Աստծուն Աստծո տեղը չի դրել, ինքն էլ իր տեղում չի, ինքն էլ բավարար հնազանդության, խոնարհության մեջ չի այդ մարդը երբ է խոնարհվում, երբ որ կանգնում է Տիրոջ առաջ, թող մեկը ուրիշ բաներ չպատմի, չխոսա, սուտ է, եթե մեկը իր կյանքում չի կանգնել Տիրոջ առաջ, նա դեռ չի խոնարհվել, ինչքան էլ ավետարանը կարդանք, Սուրբ Գիրքը կարդանք, այդ հանդիպումը, այդ հպումը պիտի լինի, Տիրոջ ներկայությունը պիտի գա քո կյանքի մեջ, որ դու փռվես ընկնես, ասես Տեր իմ, ով ես դու, ինչպես Եսային մինչև 6-րդ գլուխը Մարգարյանում էր, այնտեղ շատերին վայ էր տալիս, վայ սրանց, վայ նրանց, բայց 6-րդ գլխում ուրիշ մի բան տեղի ունեցավ, նա հայտնվեց Աստծո առաջ, բացահայտ կանգնեց Աստծո առաջ, եւ գիտեք ինչ ասեց առաջինը, վայ ինձ, ինչ այդ բոլորի ուրիշներին էր վայ տալիս, Աստծո մարգարեերն է, ասեց վայ ինձ, ահա կկորսվիմ, ասեց հիմա, ես Տիրոջը տեսա, ասում, ես պղծաշուրջ մարդ եմ եւ պղծաշուրջ ժողովրդի մեջ եմ բնակվում, 6-րդ գլխի սկզբի մասում է գրված Եսայի մարգարեությունը, բայց Աստված նպատակով էր Եսային ինքը իրեն հայտնել, որտեվ Աստված նախատեսել էր, որ Եսային իր ձեռքերի մեջ լինի բացառիկ մի անոթ, որ հետագայում նա պիտի օգտագործեր նրան, ոչ միայն իր ժողովրդի, այլ ազգերի համար, եւ այն մեծ մարգարեներից մեկն է Եսային, որի միջոցով Տերը մեծ խորհուրդներ եւ մանավանդ գալիք Մեսիայի մասին, ամենից շատ Եսայի մարգարեի միջոցով է գրվել մարգարեությունները, թե ով է նա, որ պիտի գա, 53-րդ գլուխը Եսայի, Տիրոջ Աստծո գառի խաչելության մասին, Եսայի միջոցով է հայտնություն տրվել եւ գրվել, բայց իրոք այսօր թողենք Եսային մյուսին, ամեն մեկ իր ժամանակին կանգնեց Աստծո առաջ, Եղիան էլ ասում է այն Աստվածը, որի առջև կկանգնի, բոլոր Աստծո մարդիկ, Աստծո մարդ են դարձել հենց այդ ճանապարհով կամ հենց այդ ճշմարտությունը կարևորելով, որ նրանք կանգնել են Աստծո առաջ եւ ասել են ես եկել եմ Տեր, այլևս քո առջև ապրելու, ոչ թե մարդկանց, ինչպես Աբրահամին ասեց, չէ, ասեց Աբրահամ իմ առջևս քայլիր եւ կատարյալ եղիր, դու եթե դարձել ես հավատացյալ վերջ, էլ դու մարդկանց առջև չես, թե մարդիկ ինչ կասեն, դա երկրորդական հարց է, իրապես Աստծուն հավատացող եւ Աստծո առջև կանգնող մարդը միշտ անանք ստանում է մեկ բանում, Տերը ինչ կասի, Տերը ինչ գնահատական տվեց, Տերը ինչ գնահատական կտա, այս քո արածին, այս քո վարմունքին, այս քո խոսքերին, թե հնարավոր է բոլոր մարդիկ քեզ ծափահարեն, ասեն դու ճիշտ ես, բայց եթե դու Տիրոջից չես առել այն գնահատականը, որ քեզ համար ամենակարևորն է, որ Տերն ասի, դու ճիշտ ես արդյոք, դու խաղաղություն պիտի չունենաս, մեր խաղաղությունը պիտի կառուցվի մեկի կարծիքի վրա, մեկի գնահատականի վրա, նրա գովելի է նա, որին Տերը կգովե, Աստծո խոսքն ասում է, հետո ասաղ աշխարհը քեզ գովի, ինչի՞ դա պետք, եկել ես մարդկանց գովասանքները լսես, աշխարհի մեջ էլ դու դրանով էիր ապրում, ես դու, իսկ հիմա ինձ համար կարևորը ո՞րն է, որ նա ինձ գովի, որ նա ինձ արժևորի, որ նրա գնահատականին արժանանամ, իմ հոր, իմ ամենակարող Աստծո առաջ կանգնող մեկը լինեմ, որ ես նրան չծրեմ մարդկանց առաջ իմ ապրած կյանքով, մարդիկ տեսնելով, շփվելով ինձ հետ, չասեն էդ ձեր Աստվածը, ճշմարիտ վկայություն, դավանություն անեմ իմ Աստծո մասին ես։ Եղբայրներ, քուրեր, լրջանալու ժամանակն է, Աստված մեզ տենց չի տվել, որ երկրի վրա ինչքան ուզենք այնքան ապրենք։ Մենք չգիտենք մեր վաղվա օրը։ Մարդ
Ինչու ես ինձ փոքրացնում։ Եվ ինչպես ենք փոքրացնում, եկեք մի քանի պահերի վրա ուշադրություն դարձնենք։ Ինչպես է մարդը, իհարկե մարդը աշխարհի մարդուն չենք խոսում, աշխարհի մարդը Աստծուն չի ճանաչում։ Հավատացյալների մասին է խոսքը։ Ոնց է լինում, որ հավատացյալը փոքրացնում է Աստծուն։ Օրինակ, երբ որ խնդիր է առաջացել, իսկ խնդիրներ պիտի լինեն, Հիսուս չասեց, ավետարանում չի գրված, որ խնդիրներ չեք ունենալու։ Հակառակը ասեց, երկրի վրա դժվարություններ կունենաք, չէ՞։ Նույնիսկ այո, Տեր ասեց, չի ասել չեք ունենա խնդիրներ, բայց հետո ասեց քաջազիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Աշխարհին եմ հաղթել, ոչ թե ընդամենը այդ քո խնդիրներին եմ հաղթել, ես աշխարհին եմ հաղթել։ Եվ ես քեզ կանչել եմ, որ դու հիմա ոչ թե ճիշտ է ֆիզիկապես դու այդ աշխարհի մեջ ես, բայց ես քեզ կանչել եմ, հնարավորություն եմ տվել։ Ես գին եմ վճարել, Տերն ասում է, որ դու ոչ թե նորից այդ աշխարհի միջի մարդ որպես ապրես, այլ իմ աշխարհում ապրես դու։ Այն աշխարհում, որ ես եմ ապրում, իմ իրականության մեջ, իմ առջևս կանգնող մարդ լինես։ Ու միշտ ու անընդհատ, ոչ թե օրը մեջ, ոչ թե շաբաթը մեկ կամ Կիրակից կիրակի գնամ պաշտամունք հիշեմ, որ Աստված կա եւ Աստծո առաջ որպես աղոթող, ոչ, Տերը լրջորեն ուզում է, սթափվենք մենք եղբայրներ քուրեր եւ հաշիվ տանք, թե որ Աստծուն ենք պաշտում մենք։ Այդ Աստվածը ինչ Աստված է։ Եվ նա չի պատրաստում ամեն անլուրջ մարդու հայտնի ինքն իրեն։ Եթե նա չտեսնի, չհամոզվի, որ դու լուրջ այն մարդն ես, որ եկել ես իր առջև կանգնես, ինքը չի պատրաստում ինքը իրեն հայտնի քեզ։ Չի էլ հայտնի պրոբլեմ, խնդիր։ Նայում ենք պրոբլեմին, այդ պրոբլեմը ավելի է մեծանում։ Էլ ավելի է սկսում ճնշել։ Այդ պրոբլեմի անունները տարբեր բաներ կարող ենք հիմա գրել, որ մեր ուժերից վեր է, հիվանդություն, չգիտեմ, ֆինանսական դժվարություն, տարբեր բաներ կարան, պրոբլեմ։ Կամ անախորժություն ընտանիքում, անձնականում, վերջը, քեզ այդ ինչ որ ձևով առնչվող խնդիր, Տեր ասում է ում ես նայում։ Նախ սիրելի հավատացյալ, իմ զավակ Տերն ասում է, հնարավոր է որ մի խնդիր առաջանա քո կյանքում, եթե ես տեղյակ չեմ։ Դու իրոք հավատում ես, որ առանց իմ թույլտվության, իրոք դու ասում ես բառերը, ասում ենք, իմ գլխի մազերը համրված են։ Հենց այնպես իմ մազն անգամ չի ընկնում, բայց դու իրոք հավատում ես քո ասած խոսքերին։ Բայց այդ դեպքում ինչու ես հայացքդ ինձնից կտրել, կենտրոնացել ես քո պրոբլեմի վրա, ասում ես Տեր ողորմիր, էլի աղոթում ես ինձ, բայց քո առաջ ես չեմ կանգնած, քո պրոբլեմն է կանգնած։ Քո պրոբլեմն է դարձել ավելի բարձր եւ ավելի կարեւոր քեզ համար։ Բայց ես ով եմ, ում վրա մենք սևեռվում ենք, ուշադրությունը մեր հրավիրում ենք ու ինչ որ բան սկսում է արդեն կառավարել ու ճնշել մեզ, դա զբաղեցնում է Աստծո տեղը։ Աստված չի ուզում, որ իր տեղը որևէ ինչ որ մեկը ինչ որ բան զբաղեցնի։ Մենք իրոք պիտի հավատանք, որ եկել ենք այդ ամենակարող Աստծո հետ գործ ունենանք։ Եվ Պետրոսի նամակի մեջ առաջի 5-րդ գլխում կարդամ այդ խոսքը, որտեղ սա պայման է, որ Աստծո մեծությունը հայտնվի մարդուն։ Աստված իրոք լինի դառնա այն Աստվածը, որ իրականում կա։ 5:6-ն է, ուրեմն Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհեցեք։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհեցեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի, Ինչ է պետք։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք։ Աստծո հզոր ձեռքը ո՞րն է։ Աստված իր ձեռքը այնտեղից այդպես բերի մեր վրա այդպես սխմի խոնարհացնի մեզ։ Աստծո հզոր ձեռքը ճշմարտությունն է։ Խոնարհվեք ճշմարտության ներքո։ Հնազանդվեք Աստծո խոսքին։ Տերն ասում է Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք։ Դու եկել ես հավատացյալ ես դարձել, բայց այդ գլխավոր դասը, որ Հիսուսը առաջի դասը, որ ասաց, ինձանից սովորեք, որ հեզ եմ ու խոնարհ, արդյոք կարևորել ենք ու կարևորում ենք։ Եվ իրոք սրտանց ամեն օր ասում ենք Սուրբ Հոգի, սովորեցրու ինձ այդ դասը։ Այսինքն Տեր Հոգի, Քրիստոս, դու ասիր ինձանից սովորեք։ Հիմա քո հոգին ուղարկել ես, որ այդ դասը ինձ սովորացնի։ Եթե դու դա կարևորել ես, ես ոնց չկարևորեմ, Տեր, որտեվ դու խոնարհների հետ եղող Աստված ես, դու հպարտներին հակառակ ես կենում, քո խոսքն ասում։ Եվ նա ժամանակին կբարձրացնի, բայց ում կբարձրացնի։ Նա
ոչ մեկին չի պատրաստում բարձրացնի։ Նա քո մեջ, իմ մեջ իր որդուն կբարձրացնի։ Որդու կյանքը կբարձրացնի։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Երբ որ մենք նրան այդ տեղը տանք եւ այդպես խոնարհվել սովորենք, ինքը չի խոնարհեցնում, ինքը պայմաններ է ստեղծում, որ դու խոնարհվես։ Ինքը կօգնի, բայց խոնարհվողը դու ես, խոնարհվողը ես եմ։ Արդյոք կընտրեմ խոնարհվելը։ Խոնարհվել իջնել է նշանակում։ Հպարտ մարդիկ չեն կարող Աստծո մեծությունը տեսնել, ընկալել եւ հաշվի նստել այդ Աստծո հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի իրոք։ Եվ ես ուզում եմ Աստծո մեծության ամենակարևոր դրսևորման մասին խոսեմ ու ավարտեմ իմ խոսքս, որից էլ մենք այդ գլխավոր դասը պետք է սովորենք։ Փիլիպեցիների նամակից հետևյալ խոսքերը կարդամ։ Երկրորդ գլուխ Փիլիպեցիների նամակ 6-րդ խոսքից 5-ից կարդամ։ Ձեզմե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Քրիստոս Հիսուսի մեջ եղող միտքը թող ունենա ամեն մեկը, որն էր այդ միտքը։ Որ Աստծո կերպարանքը ունենալով հափշտակությունը չսեպեց Աստծուն հավասարը լալ, լինելով Աստված, բայց մարմնի մեջ հայտնված մարդ որպես, նա ծնվել էր որպես մարդու որդի, չէ, բայց շարունակելով մնալ Աստծո որդի, կատարյալ Աստված։ Բայց քանի որ նա մարմնի մեջ էր, ասում է հափշտակություն, գայթակղություն կամ հրապուրանք չսեպեց իրան, Աստծուն հավասարը լալ, այդ իրար գտնված վիճակի մարմնի մեջ եղած ժամանակ, հապա անձը ունայնացուց, ինչ արեց, անձը իրա ունայնացրեց։ Ունայնություն գիտեք ինչ է? Ոչնչություն։ Ունայնություն։ Իր անձը ունայնացրեց, այդպես արժեզրկեց իր անձը Աստծո առաջ, ոչինչ համարեց։ Ծառայի կերպարանք առնելով, տերերի տերը թագավորների թագավոր է, եկավ ծառայի կերպարանք առնելու։ Այսօր մենք դժվարանում ենք մարդկանց ծառայել, անգամ մեր տան անդամներին, ծանր է գալիս մեզ։ Ասիր, ով քեզ պիտի խոնարհեցնի, եթե դու չես ուզում խոնարհվես։ Ծառայի կերպարանք առնելով, մարդոց նմանը լալով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով, ինքը զինք խոնարհեցուց, ինչ արեց, ինքը իրեն խոնարհացրեց, մինչև մահվան հնազանդ եղավ, ու այն էլ խաչի մահվան, ամենաանարգ մահվան, ինքը իրեն խոնարհեցրեց։ Դու քեզ պիտի խոնարհեցնես, դու պիտի ընտրես խոնարհվելը, ես պիտի ընտրեմ, ոչ մեկը քեզ չի խոնարհացնելու, Աստված էլ չի խոնարհացնելու։ Նախ դու պիտի հավատաս, որ քեզ համար խոնարհվելը բարի է։ Եթե դու դրան չես հավատում, քո եսը, քո տունը շարունակելու է քանդի, քո եսը իր հպարտությամբ։ Ինքը զինք խոնարհեցուց մինչև մահվան, հնազանդ եղավ, այն ալ խաչի մահվան, ասոր համար, Աստված ալ զանիկա խիստ բարձրացուց, ու անոր անուն մտվավ, որ ամեն անուն է վեր է։ Նրան խիստ բարձրացրեց եւ անուն մտվավ, որ ամեն անուն է վեր է։ Բայց այս անունը արդեն նա որպես մարդու որդի ձեռք բերեց։ Նա որպես Աստված իր անունը միշտ էլ ամեն անունից վեր է եւ մնում է հավիտյան ամեն անունից վեր։ Այստեղ արդեն հայրը նրան, որպես մարդացած մարդու որդու այդ բնությունը իր մեջ արդեն հակած եւ կրող մեկը, որտեղ ասում այնպես խոնարհեցրեց, որ ծառայի կերպարանք առավ, մարդոց նմանը լալով, անսահման արարիչը, որ երկինքների երկինքը նրան չէր կարող պարունակել, որքան իջավ, որքան ինքն իրեն փոքրացրեց, ունայնացուց, սա է ճամփան բարձրանալու Աստծո առջև իհարկե։ Ուզում ենք, որ Տերը մեզ բարձրացնի։ Եվ որպեսզի ասում է Հիսուսի անունին, ամեն ծունկ ծռվի երկրավորներուն, սանդարամետականներուն մեջ, եւ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ավարտելով խոսքս, իմ կոչս ինձ ձեզ սա է,
եկեք Աստծուն Աստծո տեղը դնենք, չփոքրացնենք Աստծուն։ Եթե Աստված լռում է, թող մեզ չթվա, թե ամեն ինչ կարգին է։ Աստծո լռելը երկայնամտությամբ, որ նա շատերիս կյանքում լռում է, այսինքն համբերում է, մեզ ապաշխարության է տանում, ոչ թե ավելի կներեք սանձարձակվելու։ Մենք եկել ենք Աստծո հետ գործ ունենանք, ոչ թե մարդու, եւ Երանի են հավատացյալին, որ իրոք հավատում է, որ ինքը Աստծո առջև է կանգնելու։ Եվ եթե այդպես հավատում է, ինքը ձգտում է ամեն օր Աստծո առջև կանգնած ապրի։ Եկեք ոտքի կանգնենք։ Մնացածը ինչ կլինի, ինչ կասեն, ինչ կտրվի քեզ, ինչ կվերցվի քեզանից, դա քեզ չի անհանգստացնում։ Գիտեք ինչու՞։ Որտեվ Աստծուն հուսացող մարդը իրոք այդպես է հավատում։ Ասում է, ով է նա, որ ասի ու կատարվի, եթե Տերը չի հրամայել։ Երեմիա 3:37-ն է, ողջ Երեմիա, ասում է, ով է նա ասի ու կատարվի, եթե Տերը չի հրամայել։ Ով կարա ինչ որ բան որոշի, ինչ որ բան ասի, եթե այդ մեծ Աստվածը, որը քո հայրն է, այդպես չի ուզում։ Ուրեմն ոչ թե խնդիրները մեծացնենք, ոչ թե խնդիրները, որոնք կլինեն։ Իհարկե լավ է, որ թեկուզ ոտքի վրա եք մի քիչ, լավ է, որ մենք քննենք միշտ, ասենք Տեր, այս խնդիրը ինչի պատճառով է։ Սա իմաստությամբ է։ Տերը չի ուզում, որ հենց այնպես կուրորեն, դե հիմա եղել է էլի։ Ոչինչ հենց այնպես չի լինում, ինչու է թույլ տրվել Տեր։ Սրա մեջ իմ բաժինը կա, իմ մեղքի բաժինը կա, որ այս խնդիրը ստեղծվել է։ Եթե չէ, փառք ես Տեր, ուրեմն ինչ որ ուրիշ դաս է սովորացնում ինձ։ Իսկ եթե առավել եւս ես բաժին, մեղքի բաժին ունեմ, զղջամ, ապաշխարեմ, ասեմ Տեր, ես ինչ արի, իմ պատճառով ես ինչ խնդիր ստեղծեցի, տան մեջ, չգիտեմ, ուրիշի հետ շրջապատում եւ այլն։ Չէ որ Աստված գիտի։ Եկեք մեծացնենք մեր Աստծուն։ Դավիթի խոսքը կրկնելով ավարտեմ խոսքս։ Եկեք Տերը մեծցնենք։ Մեր ապրած կյանքով բարձրացնենք Տիրոջը։ Ամեն։